Սիրելի Աստծո ժողովուրդ, այս պապկայի մեջ գրված անուններ, որով մենք բազում վկայություններ ունենք, որ աղոթում ենք այս մարդկանց համար, աղոթում ենք նրանց դարձի ապաշխարության համար, խնդրում ենք Աստծուն, որ մեր ընտանիքի անդամներում, եթե կան անապաշխար մարդիկ, դեր Քրիստոս Հիսուսին չճանաչող մարդիկ, խնդրում ենք Աստծուն, որ այս մարդկանց համար մի օր իրենց միտքն ու սիրտը բացվի։ Շատ կարևոր է քրիստոնեությունը սկսում է Աստվածաշնչից եւ այլմեր աղոթքից։ Ես մի հատ Աստվածաշնչից տեղ կկարդամ ու կխնդրեմ, որ աղոթենք։ Պողոս առաքյալի 17 գլխի 9-րդ համարում ասում է, որովհետեւ եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Միաբանվենք, աղոթենք մեր ազգի դարձի ու ապաշխարության համար, ստեղ գրված անունների համար, խնդրում ենք Հայր, օրհնյալ Աստված, քո ողորմություն ենք խնդրում, դարձ ու ապաշխարություն ենք խնդրում մեր ազգի համար, Տեր, որ նրանց սրտերն ու մտքերը բացես, Տեր Հիսուս, որ քո անունը փառավորվի, քո խոսքի պիտությունը ունենան, Տեր Աստված, ճանաչենք քեզ քո խոսքի միջոցով, քո ավետարանի միջոցով, Տեր։ Քո ողորմությունն ենք խնդրում մեր ընտանիքի անդամների, այս մարդկանց համար, որ անունները գրված են ստեղ, որ դու գործես իրենց կյանքերում, Տեր։ Մեր խելքը չի հասնում, քո ճանապարհները տարբեր են, Տեր Հիսուս։ Խնդրում ենք քո ողորմությունը, քո շնորհքը, Տեր, օրհնես Սուրբ Հոգուդ ներկայությունով ու զորությամբ, ազատագրես այս մարդկանց չարի կապանքներից։ Թող քո ծրագրերի մեջ գործեն, Տեր։ Թող քո անունը ամեն ժամանակ փառավորվի։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։